Ինչ վերաբերում է դատական համակարգին, այսպես թե այնպես դատավորները անձեռնմխել են, թե եւ Ցկյանս պաշտոնավարում են։ Այսինքն անկախ նրանից որտեղ են պաշտոնավարում են։ Շնտրվել կներ Վճռաբեկ պալատի նախագահ, այսինքն ինչ։ Այսինքն ինչ է մի անձի վրա կենտրոնանում։ Լավ եք անում։ Ես էլ եմ ասում օրինակով, շատ լավ Սահմանադրական դատարանի անդամ չի, Վճռաբեկ դատարանի նախագահ։ Okay։ Լուծվեց մեր։ Բայց ինչի՞ն է։ Ինչի, ասենք մենք մի քանի անուններ ենք տենց դրել, հրապարակ ու անընդհատ իրենց թիրախավորում ենք։ Այն որ բազմաթիվ նախկին պաշտոնյաների որ զավակներ, փեսաներ, հարսներ եւ այլն դատավորեն, այդ չենք նրանց անունը ոչ մեկ չգիտի, որովհետեւ ոչ լրատվամիջոցներն են նրանց անունները տալիս, ոչ մեկ նրանց անունը չի տալիս։ Իսկ նրանց համար իրանք այդտեղ չեն, այսինքն մի քանի լրատվամիջոցները, այդ թվում լոբինգներով ինչ որ մարդկանց, ինչ որ մի քանի անուններ են դուրս բերել, ու սենց ասում են վայ այս մեկը, վայ այն մեկը։ Այսինքն այդ երկու անունը ու հիմնականում դիպուկ չեն այդ անունները։ 10, հա? Հրապարակենք պետք է ասեք դատական համակարգի վրա ճնշումներ են գործադրում, չպետք է ասեք, հենա նոր ասում եք հրապարակային բան եք տալիս, հրահանգներ եք տալիս։ Հրապարակենք պետք է ասեք մարդկանց թիրախավորում ենք, դատավորները պաշտպանված են։ Չեք ասելու կան բռնապետական ռեժիմ են սահմանում, դատավորներին ուզում են առնել վերահսկողության ներքո։ Բայց դուք գնացեք հետաքրքրվեք, ինչի՞ չեք հետաքրքրվում։ Ում դուստրերն են, ում որդիներն են, ում փեսաներն են, ում հարսներն են։ Ինչի՞ չեք անում։ Բայց հետաքննեք։ Բայց եմ ասում, գուցե խնդրահարույց չեն, բայց ձեզ համար եւ ոչ միայն ձեզ համար խնդրահարույց չեն։ Պարոն Մակարյան, թույլ տանք մեզ գործընկերների հարցերը։ Լսեք, այդ ո՞նց է դուք գիտեք Աննա Հակոբյանը երբ ո՞նց է ջղայնացել։ Ինչ է ասել։ Ինչ տրամադրությամբ եւ ում է ասել որտեղ, բայց չգիտեք դատավորներից ով բարեկամն է։ Խելագարվելու բան։ Հա, գիտեք, դե ուրեմն դուք ասեք ցուցակը ինձ։ Մամեր Նիկոլայի նկատի ունի։ Հարգելի լրագրողներ, երկխոսությունը դադարեցնենք, թույլ տանք, որ լրագրողների հարցերը հնչեն։ Քեզ նկատի ունեմ այս բռնապետական երկրում, որտեղ ձեզ պետք է ինչ-որ բան իմանալ, գիտեք, ամենաբան կառավարության որ սենյակում ինչ խոսացին, ով ինչ ասեց, դա գիտեք, իսկ չգիտեք ով ում հարսն է, ով ում փեսն է։ Գոյակապը։ Հարցը հանրային ռադիո։ Իհարկե կա խնդիր։ Հանրային ռադիո հարցում։ Բայց ուրիշ խնդիր կա, ես ասում եմ 2017 թվի համեմատ 2025-ին բյուջեի հարկային եկամուտները 135%-ով աճել են։ 135%-ով։ Բայց ինչի հաշվին, բա մենք գայինք, որովհետև ամենտեղ մի հատ լոբինգ կար։ Դրոշմապիտակներն էինք փոխում, էլի ասում էին, վայ, այս ինչ կոռուպցիոն գործարք է, որովհետև իրանք ջեբերինը ցամաքում էր։ Որն է ինչ անում ենք, ԶՊՄԿ-ում, հա։ Դուք կոռուպցիոն գործարք է։ Պետությունը մասնաբաժին է ստացել, ասում են կոռուպցիոն գործարք է։ Որ տանեի աղբորս տայի, ոչ մեկ չէր իմա, ասենք մի հատ Կիպրոսում, մի հատ Պանամայում գրանցելով, ժամանակին ով գիտեր, որ Միշիկինն է կամ էս մեկինն է, կամ այդ ում էր հետաքրքրում։ Մասնավոր ոնց որ Ռոբերտ Քոչարյանն ու կարծեմ Կարեն Ճշմարիտյանը բանի հաղթանակ զբոսայգում օտարերկրյա ներդրումներ են արել։ Մի հատ էլ բանի, ասենք, մի հատ էլ Ժորժիկի բերել են բանը, երևի միջազգային բոմժ կոստյում գալստուկ էին առել կանգնեցրել, ինքն էլ միջազգային ներդրողներ, սենց կանգ լրագրողներն էլ սենց նկարում էին, հա միջազգային ներդրողը եկել է։ Ասենք ոնց որ ձեռ առնեք իսկականից։ Ասում են, հա, Նարեկ Բաբայանը աշխատավարձ է ստանում, մարդը աշխատավարձ է ստանում, ասենք իրավունք չունի աշխատավարձ ստանալու, ով,
նախկին տերը, Նարեկ Բաբայանը սեփականատերը, վարձ ու աշխատողը աշխատավարձ է ստանում։ Գալիս եք ասում եք նախարարը այս ինչ շենքում տուն է առել։ Լսեք Հայաստանի Հանրապետության 50,000 ընտանիք, ես ասեցի մի օր, մի անգամ ասեցի այդ հարցերը փակվեց, մի անգամ ասեցի հեսա պարզելու ենք լրագրողներից ով է տուն առե, վերջ էլ հարստվող չեղավ։ Հեսա դուք եք առնեք, դու դա նորմալ է, հեսա դուք եք առնեք, ու դա նորմալ է, որովհետև բանի եկամը կառավարությունը էականորեն համաֆինանսավորում է, որ մենք չենք ուզում դուք տուն չառնեք, մենք չենք փակել Չարենցավանում գործումը, Չարենցավանում հեսա կսարք են։